Ավելի քան 4000 տոննա ռուսական հացահատիկով եւ շուրջ 7600 տոննա ադրբեջանական նավթամթերքով են բեռնված վագոնները, որ Բաքվից Երևան ուղղություն են վերցրել։ Դարձյալ այս ապրանքատեսակներն են ճանապարհին, մասնագետների գնահատմամբ առերևույթ տնտեսական, իրականում քաղաքական գործարքի շրջանակում։ 7600 տոննա էներգակրից 6100-ը բենզին է, մյուս մասը դիզել։ Մինչև տեղ կհասնեն այս տարվա առաջին շաբաթվա ամփոփ տվյալներով Ադրբեջանի երկաթուղով Հայաստան միայն ռուսական հացահատիկ են բերել 8485 տոննա։ Հակառակ ուղղությամբ, այսինքն Հայաստանից Ադրբեջան գնացքներն այդպես էլ եւ ոչ մի բան չեն տարել։ Ադրբեջանի նպատակը խնդիր չունի Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը վերականգնելու։ Չի բացառվում իհարկե հետագայում մոտակա ամիսների կարող է 1-2 ապրանքատեսակ թույլ տան, որպեսզի վաճառվի Ադրբեջանում, զուտ ցույց տալու համար, որ արդեն խաղաղությունն է, վերականգնվել է առևտրաշրջանառությունը եւ այլն։ Դա չի բացառվում։ Բայց Ադրբեջանը բնավ նպատակ չունի Հայաստանի տեսփայի դրության միջոց ապրանքները արտանելու։ Հայաստանն է կախված Ադրբեջանի ներկայվող ապրանքներից, Ադրբեջանը այդպես ներկայվող ապրանքներից կախված չէ։ Այս այն մտցում հայաստանական գիտակցության մեջ անողակի։ Իսկ թեկուզ քաղաքական ակցիայի շրջանակում ինչ կարող է Հայաստանն արտահանել ադրբեջանական շուկա, եթե նախորդ տարեվերջին վարչապետն օրինակ այն համոզմունքն ուներ, որ Երևանից բեռուբարձով գնացքները Բաքու հետ չեն դառնում, որովհետև 30 տարի միայն բեռնատար ավտոմեքենայի ծավալով է մեր տնտեսությունն իր պլանավորումն արել, ապա այժմ տեղեկանում ենք Հայաստանն ու Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցուցակներ են իրար փոխանցել, թե օրինակ Հայաստանն ինչ կարող է գնել Ադրբեջանից եւ վերջինիս ինչ վաճառել ու ճիշտ հակառակը։ Պրոցես գնում է, երբ որ նորություններ կլինեն, կիմանանք։ Այսինքն կա քննարկում։ Ես գիտեմ, որ նախնական ապրանքախմբերի ցանկեր են փոխանակվել, դեռևս ուսումնասիրության պրոցես է գնում։ Ալյումին, ալյումինի փայլաթիթեղ, ֆերոմոլիբդեն, տեքստիլ արտադրանքներ, կենդանիներ, միրգ բանջարեղեն, որոշ խմիչքներ։ Սրանք այն ապրանքներն են, որոնք տեղ են գտել Հայաստանից Ադրբեջան ուղարկված ցուցակում։ Սրանք կարող ենք արտահանել, փակագծերն էկոնոմիկայի նախարարն է բացում։ Այսինքն ցանկ կա, հետազոտություն կա, աշխատանք կա, որը ցույց է տալիս, որ այդ ապրանքները մենք արտահանում ենք եւ Ադրբեջանը ներմուծում է։ Եվ հիմա այդ քննարկումների մեջ ենք։ Միևնույն ժամանակ, սակայն, փորձագիտական համայնքում այնքան էլ լավատեսական չեն կանխատեսումները։ Տնտեսագետն ասում է, իդեալական ապրանք արտահանենք, մի խնդիր հաստատ կկարողանան մոգոնել։ Ինչ պտուղներ ենք առաջարկելու, միրգ ենք առաջարկելու։ Ադրբեջանում այն պտուղը, որը որ Հայաստանում չի աճեցվում, աճեցրած մասին չեմ խոսում, դա բազմակյանքան թանկ է, որ Թուրքիայից ներգրվում է Հայաստանը վաճառվում է, չէ՞։ Եվ վերաարտահանման միջոցով ընդհանրեն գնում է Ռուսաստան կամ Հյուսիսային երկրներից մեկը, նա Ադրբեջանի նույն առաջարկած մոդելից, նույն ապրանքի, նույն գնից արտմասը 150-200% տարբերությամբ։ Ադրբեջան ավելի էժան է։ Դարձ ի շրջանս յուր, ինչ վերաբերում է մեր ներկրած ադրբեջանական բենզինին, էկոնոմիկայի պատասխանատու պաշտոնյան ակնկալիք ունի նախորդ ամսվա գների համեմատ 1 լիտր բենզինն ու դիզելը կշարունակեն մինչև 80 դրամ էժան լինել։ Տեղեկացնում է նաև նույն զարգացումներով պայմանավորված նավթամթերք վաճառող մյուս ընկերությունները, այսինքն նրանք, որոնք ադրբեջանական վառելիք չէին ներկրել, գները սակարկելու ուղղությամբ ևս աշխատում են։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։